Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Փաշինյանն իր խոսքում հատուկ անդրադարձել է ոստիկանների կողմից ուժի կիրառմանը։ Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության ծառայողի համար էլ պետք է թափանցիկ լինի։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետք է բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում, որպեսզի հետագայում այդ թվում բարդություններ չլինեն։ Այսօրվանից Հայաստանի անձնագրերում մուտքի կամ ելքի նոր կնիք է դրվում։ Օգտատերերը հրապարակել են կադրեր, որոնցում երևում է, որ Արարատի պատկերը հեռացվել է Հայաստան մուտքի եւ ելքի կնիքներից։ Նշենք, որ որոշումը կայացվել էր սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ նախաձեռնության հեղինակն ինքն է։ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ից 3-ն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում։ Նա Եգիպտոսի նախագահի հրավերով կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը պաշտոնապես հաստատել է, որ Ալիևը չի գա Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա մասնավորապես ասել է. «Ներկայիս հանգամանքներում չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»։ Երեկվանից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 75-ամյա Ժաննա Անտոնյանը։ Նա Արցախից բռնի տեղահանված է, ունի առողջական խնդիրներ, այդ թվում հիշողության հետ կապված։ Օրեր առաջ մի քաղաքացի է դիմել ոստիկանություն եւ հայտնել, որ 2016 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի գնդեվանք վանական համալիրում տարբեր օրերի արձերն ընդհանուր մոտ $29,000 է տվել այդ ժամանակվա հոգեվորական Հայր Կորյունին։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ հոգեվորականին այդ գումարը տվել է վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն վերջինս յուրացրել է գումարը եւ ոչինչ չարել։ Նշենք, որ կայքի տեղեկություններով ներկայումս Հայր Կորյունը կարգալույծ արված է, դեպքով զբաղվում են իրավապահները։ Առավոտ AM-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Շիրակի մարզպետի խորհրդական Գոր Սարոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։ Ըստ կայքի Պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է ջիփ Մագնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոր Սարոյանի աներոջը։ Ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոր Սարոյանը եւս գտնվել է այդ մեքենայում, Պարեկային տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք։ Գոր Սարոյանը իր ոստիկան Սանիկի Արտյոմ Հովանիսյանի հետ օրերանց ոչ սթափ վիճակում գնացել է Պարեկային ծառայություն եւ հաշիվ պահանջել Պարեկից։ ChatGPT-ն այլևս չի տրամադրի բժշկական եւ իրավաբանական խորհրդատվություն։ OpenAI-ը թարմացրել է ChatGPT-ի օգտագործման պայմանները, պաշտոնապես արգելելով chatbot-ին խորհրդատվություն տրամադրել օգտատերերին այս հարցերի վերաբերյալ։ Հանրապետության ամբողջ տարածքում հաջորդ շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։